Պետք է ուժեղ լինել միշտ, Աստված մարդուն ստեղծել է հոգևոր էակ, ուժեղ և ստեղծագործ, մեր կյանքում ծնունդից մինչև վերջ լի են գլորումներով և բարձունքներով, գլորվում ենք, հետո մեր ստեղծողը, մեր արարիչը ձեռք է մեկնում, բարձրացնում է, ուժեղացնում է և մի առժամանակ այդպես ուժեղ քայլում ենք, ապրում ենք, ստեղծագործում ենք, բայց նորից գալիս է մի պահ և էլի ինչ-որ գլորումներ ենք ունենում, բայց ես հասկացել եմ մի բան այս կյանքում, որ ինչպիսին են փոքր երեխաները, երբ որ նոր քայլող երեխան վայր է ընկնում ու նրա ծնողը կամ ինչ-որ մեկը ընտանիքի անդամներից մեկ ուրիշը վազում է, գնում է, ընկած տեղից բարձրացնում է, այդ երեխան հասկանում է, որ ինքը մենակ չէ, այդպես էլ մենք ենք ողջ կյանքի ընթացքում, ես սովորեցի այդ իրավիճակներին, որ անխուսափելի են գլորումները և այդ գլորումների մեջ ես հասկանում եմ, ավելի շատ եմ խորապես ըմբռնում և հաստատվում այդ բանի մեջ, որ Աստված ինձ հետ է և ասեմ ձեզ, դրանով ավելի շատ եմ ես սիրում իմ ստեղծողին, իմ արարչին, իհարկե այդքան էլ հաճելի չի, երբ որ գլորվում եմ, երբ որ վայր եմ ընկնում, այսինքն թուլանում եմ հոգեպես, հոգևորապես, բայց երբ որ Տեր Աստված ձեռք է մեկնում, ես ուժեղանում եմ առաջվանից էլ ավելի, փառք նրան հավիտյան: